Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչն այցելել է Անկարա։ Մագդալենա Գրոնոնիքսի էջում գրել է, որ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նա շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին բաց եւ կառուցողական քննարկումների համար։ Գրոնոյի խոսքով անդրադարձ է եղել հետագա գործակցության հեռանկարին, որը կարող է օգուտ բերել Թուրքիային, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրամիության երկրներին։ Աճող գլոբալ մարտահրավերների ֆոնին անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը նպաստելու կայունությանը, անվտանգությանը եւ խաղաղությանը, ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Ջեյհուն Բայրամովը եւ Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանում զարգացումները եւ երկկողմ հարաբերությունները, նշել այդ հարցում քաղաքական երկխոսության կարեւորությունը։ Անդրադարձ է եղել էներգետիկայի, տրանսպորտի եւ ներդրումային ոլորտներում համատեղ նախագծերին։ Ըստ ադրբեջանական կողմի ընդգծվել է, որ Իրանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքները, Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ենթակառուցվածքային ծրագրերը նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների յուրացման համար եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Այս գործով մեղադրվում է նաեւ պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուր Աշջանաշյան, որը պարտավորվել է վճարել 300,000 լարի տուգանք։ Թբիլիսիի Վիվամեդ կլինիկայից ուղիղ եթերում Սաակաշվիլին խնդրել է հետաձգել դատավճիռը առողջական վիճակի պատճառով, սակայն դատարանը չի բավարարել նրա խնդրանքը։ Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը 25-ից 50% հասցնելու մտադրության մասին Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին տեղի է ունեցել ԱՄՆ առևտրի նախարարի եւ Օնտարիո նահանգի ղեկավարի հեռախոսազրույցը։ Քննարկվել են տնտեսական գործակցության հարցեր։ Նախարար Հովարդ Լուտնիկը համաձայնել է մարտի 13-ին հանդիպել Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդի հետ, քննարկելու ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգումը։ Դրա դիմաց Օնտարիոն կչեղարկի Միացյալ Նահանգներ էլեկտրաէներգիայի արտահանման համար 25%-ի մաքսատուրքը։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կվերանայի Կանադայից պողպատի եւ ալյումինի համար 50%-ի մաքսատուրք սահմանելու որոշումը։ Եվրամիությունից պողպատի եւ ալյումինի ներկրման համար ամերիկյան 25%-ի մաքսատուրքերին ի պատասխան Եվրահանձնաժողովը արագ եւ համաչափ հակաքայլեր է ձեռնարկում, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով, քանի որ Միացյալ Նահանգները 28 միլիարդ դոլարի մաքսատուրք է սահմանում, ԵՄ-ն էլ պատասխանում է 26 միլիարդ եվրոյի մաքսատուրքով։ Որոշումը վերջնականապես ուժի մեջ կմտնի ապրիլի 13-ից։ Եվրոպական մաքսատուրքերը կտարածվեն Միացյալ Նահանգներից արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների վրա։ Բացի այդ ԵՄ-ն կվերականգնի 2018 եւ 2020 թվականներին սահմանված մաքսատուրքերը։ Այս հարկերը վնասում են բիզնեսը, վատ են սպառողների համար, առաջ է գալիս աշխատատեղերի հարցը։ Գները կբարձրանան եւ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, մտահոգություն է հայտնել Լայենը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Եվրամիությանը Միացյալ Նահանգներին խաբելու եւ համբերությունը չարաշահելու համար։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին վնասելու համար։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեդքլիֆը հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել կանոնավոր շփումների մասին։ Ռուսական կողմի տվյալով դրա նպատակն է մեղմել Մոսկվա-Վաշինգտոն առճակատումը, նպաստել միջազգային կայունությանն ու անվտանգությանը։ Նարիշկինը եւ Ռեդքլիֆը քննարկել են նաեւ հատուկ ծառայությունների գործակցությունը ընդհանուր հետաքրքրության ոլորտներում եւ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման հարցում։ Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման եւ Սուջա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են Կուրսկի ուղղությամբ գործողությունները։ Նա հաստատել է, որ ռուսական կողմը փորձում է առավելագույն ճնշում գործադրել ուկրաինական ուժերի վրա։ Զելենսկին անդրադարձել է տարածքային զիջումների հարցին։ Մեզ համար դժվար է կռվել Ռուսաստանի նման թշնամու դեմ, բայց այսօր մենք պայքարում ենք անկախության համար։ Հետևաբար չենք ճանաչի մեր օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս պնդել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև հավատացրել է, որ ռազմական դրության չեղարկումից հետո Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն ուկրաինական օրենսդրությանը համապատասխան։ Զելենսկին հավելել է, շատ լուրջ է տրամադրված, ուզում է ավարտել պատերազմը եւ ցանկանում է, որ Թրամփը տեսնի դա։ Լեհաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա։ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ ցանկանում է Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։ Թուրքիայի դերն այդ հարցում կարող է վճռորոշ լինել։ Տարածաշրջանում ավելի մեծ ակտիվությունը եւ ռուս-ուկրաինական կայունացումը շատ կարեւոր են բոլոր առումներով, նշել է նա։ Թուրքական կողմի տվյալով Տուսկի եւ Էրդողանի հանդիպման օրակարգում են նաեւ երկկողմ կապերը, Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, անդրատլանտյան կապերը, տարածաշրջանային եւ գլոբալ այլ զարգացումներ։ Ուկրաինայի հարցը քննարկում են նաեւ Փարիզում։ Մեծ Բրիտանիայի
Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները դիտարկելու են եվրոպական պաշտպանությունը և Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու քայլերը։ Հանդիպմանը հրավիրվել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Դիանա Գասպարյան, լուրեր։